Քննիչները 7 ընդդիմադիրների մեղադրում են անցած նոյեմբերին Վաղարշապատի ավագանու ընտրություններում հաղթանակ դաշինքի օգտին քաղաքացիներին ուղղորդելու եւ ընտրական իրավունքի ազատությանը խոչընդոտելու համար։ Մեղադրյալները դաշինքի ավագանու անդամի թեկնածուներ ու աջակիցներ են։ Քվեարկելու հրահանգներից մինչեւ ընտրատեղամաս տանել բերել, հորդորել ում քվեարկել, ում չէ։ Քննչականի այսօր հրապարակած գաղտնալսումներն այս հարցերի շրջանակում են։ Մենակով են գերեն քունջը պուճակներից ապեր մարդ եմ հանում։ Պրավալանք սբծեմ Հենց նոր, որ դու զանգելիր 7 հոգի եսի բերեմ մցրել եմ ներս, հենց նոր։ Գործի տեղից մարդուն հանել եմ, բերեմ մցրել եմ, տարել եմ։ Վաղարշապատի ընտրություններում իշխող ԿՊ-ի հիմնական մրցակիցը հաղթանակ կուսակցությունների դաշինքը 32% ձայն էր ստացել։ Ավագանու խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանն այսօր ընկերների հետ քննչականի բակում էր։ Նախ կասկածի տակ դրեց քննչականի ձայնագրության իսկությունը։ Հիմա ես կարող եմ կարծել եւ նույնիսկ նաեւ վստահ լինել, որ այս մարդիկ չեն, ու մեղադրանք առաջադրվել ձերբակալել, այս մարդիկ չեն այդ խոսացողները։ Ձայներով այսօր հնարավոր չի ձայները մոտեցնել։ Մենք ամեն օր տեսնում ենք կեղծ ձայնագրություններ։ Եթե անգամ իր թիմակիցները քննարկում են քվեարկության օրվա հետ կապված անցուդարձը, դրա ինչն է հանցագործություն, հարցնում են դիմադիր գործիչը։ Ընտրության օրը որոշակի կազմակերպչական աշխատանքներ են կատարում, այսպես ասած, առօրեական խոսակցականով եւ այլն։ Այդ ինչ քրեական հանցագործություն է։ Խաչատրյանը պնդում է, թե իշխանությունը հունիսի խորհրդանական ընտրություններից առաջ ճնշումներ է բանեցնում։ Իշխանությունը հերքում է ճնշումների մասին ընդդիմության պնդումները, մատնացույց անելով քրեական հոդվածները, այս ամենը իրավական գործընթաց համարում։ Իրենք ոչ մի հանցագործություն չեն արել։ Սա իշխանական լպրծուն պահվածք է ուղղակի։ Քննչականի հրապարակած գաղտնալսումներում մարդկանց հորդորում են ԿՊ-ին չընտրել, խոսում են տեղամասեր տանելու մասին։ Խաչատրյանը պնդում է, դա հանցագործություն չէ։ Իրար ընկեր են, իրար մոտ մարդիկ են, իրար այդ խոսակցությունից ասեք չընտրեն, ասեք ընտրեն, այդ ինչ մի մեծ հանցագործություն։ Այսինքն մեր հաղթանակ դաշինքի այս ամբողջ քարոզարշավի ընթացքում կարեցել են սա բացահայտեն, ամբողջ թիմին դրել են գաղտնալսման տակ, ամբողջ թիմին կարողացել են բացահայտել Սա է այդ ձեռագիրը։ Ձերբակալվածներից երկուսին տեսակցելուց հետո քննչականի բակ էր եկել ընդդիմադիր Հայաստան դաշինքի падգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Դուք դա որակում եք հանցագործություն։ Ես էլ եմ կոչ եմ անում, որ չընտրեն իշխող ուժին։ Քանի անգամ եմ տենց կոչ արել։ Դե ինձ էլ բռնեք տարեք։ Հիմա էլ եմ կոչ անում, որ ընտրություններին չընտրեն քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Եթե դա քրեորեն հետապնդելի արարք է, թողորեմ ինձ էլ բռնեն տանեն։ Դες պիտի երկրի 90%-ին բռնեն տանեն։ Պատգամավորը պնդում է, հանցագործությունն այն չէ, որ քաղաքացուն հորդորում են քվեարկել այս կամ այն ուժին կողմ կամ դեմ, դա ընտրական քարոզչության մաս է։ Հանցագործություն ընտրողին պարտադրմամբ տեղամաս տանելն է կամ էլ քվեարկելուն հարկադրելը։ Ու այլ բան է, որ ինչ որ մեկին ասեն, որ գիտես ինչ կա, ստիպել են ինչ որ մեկին պարտադրել են, ինչ որ մեկին, չգիտեմ ես, չկա չէ նման բան։ Վաղարշապատի ընտրություններից հետո մի բողոք էլ իշխող քաղաքացիական պայմանագրին է առնչվում, սակայն ինչպես նկատում է այդ բողոքը ներկայացրած իրավապաշտպան Դանիել Հովհաննիսյանը, կառավարող ուժի դեպքում քննիչները նախ հրաժարվել էին վարույթ հարուցել եւ միայն դատարանի որոշումից հետո տեղից շարժվեցին, գործ հարուցեցին։ Վաղարշապատի ընտրությունների քարոզարշավի առաջին օրը քաղաքացիական պայմանագիր կուսակցության պաստառները փակցվում էին համայնքի կոմունալ ծառայության ռեսուրսներով, ուժերով, աշխատողներով եւ ավտոտեխնիկայով։ Քննիչը կայացրել էր քրեական վարույթը նախաձեռնել մերժելու վերաբերյալ որոշում։ Նույն որոշումը պաշտպանել էր նաեւ դատախազը, սակայն մենք այն բողոքարկել էինք դատարան եւ դատարանը բավարարել էր մեր բողոքը եւ այդ դեպքով քրեական վարույթը նախաձեռնվել։ Հովհաննիսյանն օրերս է ստացել որոշումը, որով դատարանը պարտավորեցրել է հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ հարուցել պաշտոնական լիազորություններն անցնելու հոդվածով։ Նույն հակակոռուպցիոնը սակայն Վաղարշապատի ընտրություններից մեկ ամիս հետո քրեական գործեր հարուցել մյուս ընդդիմադիր ուժի Հայրենիք կուսակցության եւ այդ ուժի հետ առնչվող 23 մարդու դեմ նրանց մեղադրել ընտրակաշառք տալու համար։ Այժմ կալանքի տակ է այդ կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը։